Օրը երկուշաբթի է։ Քերել են այս կողմը, ու ներքևի կողմը։ Ավտոյի ակը պայթեց Chinatown։ Բախներս վերելա, որ այս ավտոյի մեջ ամեն ինչ կար։ Եկել ենք Kia-ի դիլեր գլենդել։ Մոտավորապես $300 monthly payment-ը առաջ է գնում ավտոն։ Շատ հարմար է։ $270 tax included։ Ցույց տամ, որ զապրավկից եմ օգտվում։ Ամերիկացիները շատ են սիրում այս ավտոն։ Cadillac-ը լվացի։ Եկել ենք ամերիկանա, մի քիչ քայլենք։ Խփել է ավտոն։ BMW X7-ը։ Դաչիկները բանը սա ջարդվել է, կամերան, բամփեր։ Այս ավտոյով ենք եկել։ Եկանք Սանտա Մոնիկա մի քիչ քայլենք։ Էնա։ Օրը երկուշաբթի է։ Արդեն ժամը 4-ն է թե 5-ը։ Եղբայր, ուզե զանգում տամ մի րոպեից։ Վերել եմ Պիչորկան թողեմ, հիշում եք, որ Շուշեն ջարդվել է։ Դրա բամպերն են քերել մի բուջուր, վերել եմ դղեքի մոտ շապեմ թողը, որ սարքեմ, հեսա ցույց տամ։ Վիդեո։ Այս Պիչորկան է։ Հեսա, թեթև քերել են այս կողմը, ու ներքևի կողմը։ Էսի պիտի փչվի։ Ոչում վերել եմ տղեկի մոտ, շուշուտ արագի մեջ անելու են մի օրում։ Շատ որակով են աշխատում։ Մեր ընկերներն են։ Ճանապարհին հենց իջնում էինք downtown Honda-ն վերցնելու։ Ավտոյի ակը պայթեց Chinatown։ Հեսա Chinatown ենք հիմա։ Այս մեր ավտոն է։ Այս էլ տրակած թայերը։ Գլենդել էլ մեր ընկերն է սպասում, այսօր Kia-ա ուզում առնի, Kia Sorento, պետք է գնանք հասնենք, որ այդ ավտոն վերցնենք իր համար։ 5 րոպե էլ չի անցել, արդեն ամեն ինչ պատրաստ է։ Հեսա։ Սաղ արդեն մեջն է։ Բախներս վերելա, որ այս ավտոյի մեջ ամեն ինչ կար։ Հիմա ասենց վռազի մեջ գնանք Honda-ն վերցնենք ու գնանք գլենդել։ Հասել ենք downtown, եկել եմ parking-ը։ Հաճախորդը շուտ է ավտոն թողել, քան մենք պայմանավորվել ենք։ Մի հատ հիմա պետք է check-out անենք, ստուգենք ավտոյի վիճակը ոնց է։ Հող խփված, քերված տեղեր չկա։ Ավտոն ստուգեցի, ամեն ինչ կարգին էր, նորմալ հաճախորդը հետ է բերել։ Հիմա ասենց վռազ գնում ենք գլենդել Kia-ի դիլեր, որտեվ մեր ընկերը արդեն ընդեղ է, իր համար մեքենա ենք անում։ Եկել ենք Kia-ի դիլեր գլենդել։ Ես էլ ցույց տամ մի հատ, էսի թազա Kia K4-երն է, լիքը գույնի, լիքը ձևի, տարբերակով, կոմպլեկտացիայով կա։ Kia K4-երի basic-ը կսկսի տենց մոտավորապես $300 monthly payment-ը։ Մի քիչ արդեն լավ կոմպլեկտացիաները ավելի բարձր։ Հիմա մենք եկել ենք Sportage առնենք, ամենահայ կոմպլեկտացիան։ Sportage-ի basic-ները կսկսվի երևի տենց մի $400-ից, էդի hybrid-ները։ Ու այդ ամենալավ կոմպլեկտացիան կլինի տենց մի 520, 510։ Էսի K5-երն է։ Էլի տենց մի $450 կարգի կլինի այս ավտոն, չէ 400-ից սկսած։ 400-ից սկսած կլինի։ Հեսա Kia K5, արժեքը 28000 է։ Կգա մոտավորապես $400։ Այս ավտոները, ում հետաքրքիր է, գրեք, զանգեք, լավ գին կտանք ձեզ։ Վերջապես առել ենք ավտոն, Kia Sportage-ը, fully loaded, ամենաբարձր package-ն է։ Ամեն ինչ ավտոյի մեջ կա։
Panorama look, ինքը hybrid ավտո է, բան։ Մի խոսքով շատ լավ մեքենա ու ամսեկանը եղավ $450, որովհետև ամենաբարձր package-ն է։ Մեքենայի արժեքը $46,000 է։ Այս մեքենան նաև ունենց ֆունկցիա ունի մի հատ, որ նայեք, ուրեմն parking անում, ավտոն փակում ենք, holding պահում ենք, ավտոն ակտիվացավ, հիմա առաջ է գնում ավտոն ու հետ է եթում նույն ձև։ Ու հա, մեջը մարդ չկա, էդ էլ նայենք, որ իրոք մեջը մարդ չկա։ Շատ հարմար է park անելուց էլի, որ ինձ օրինակ վեսամ դուր եկամ, որ սենց գնաց մի քիչ նեղոտ տեղ լինի park անելու, պուլտով սեղմում ես, ինքը գնում ճիշտ կայնում է իր տեղը։ Կամ գնացեք կայնել ես, հենց եկել են քիփ կայնել են, չես կարում դուռը բացես, սեղմում ես պուլտով, հետա գալիս ավտոն, հանգիստ նստում գնում ես։ Շատ հարմար է։ Ում պետք է այս ավտոյից գրեք լավ դիլ կդզենք, լավ դիլ կվերցնենք ձեր համար։ Ընդամենը այս ավտոն եղավ $450, բայց ինքը շատ թանկանոց ավտո է։ Այս ավտոյի սովորականները, այն ամենա basic-ը կլինի տենց մի 350-ի մոտ, 400, 350-ից 400 ձեր կրեդիտը ինչ ձևի է։ Մի խոսքով գրեք, զանգեք, կպատասխանենք բոլոր հարցերին։ Kia-ն շատ լավ դիլեր ունի հիմա, նույն այդ Sportage-ները, Sorento-ները, ուրեմն ընդ այդ Kia K4-ը, դա вообще մի հատ ուժեղ բան է, որտեվ $270-ով tax included, դու ստանում ես մի հատ ավտո, շատ սիրուն, թամբ թազա, գժական գները։ Kia K5-ը մի քիչ թանկ, այդ Sportage օրինակ full կոմպլեկտացիա եղավ էլի թանկ, 450, բայց 100% արժի այդ գնին։ Դուրս եկա, պետք է գնամ այրոպորտ, դուրս եմ եկա մի հատ մտնեմ զապրավկա, ցույց տամ, որ զապրավկից եմ օգտվում։ Usually, սովորաբար օգտվում եմ այս GM զապրավկա կա, Glendale, Colorado Pacific խաչմերուկում։ Վճարում ենք Apple Pay-ով։ Էսա արժեքները, մի գալոնը 4.6 ամերիկացիները շատ են սիրում այս ավտոն, արդեն ես էլ եմ շատ սիրում, շատ հարմար մեքենա է։ Ու վերևն էլ բոլնի բացվում է, մոչև վերջ էլի, ոնց որ մեկ էլ ինչ է ուզում ասի, որ ձեր համար կարա էդից անսովոր լինի, որ մոտիկ անում ես զապրավկին, բենզինը դու պիտի լցես։ Տենց մի հատ հոպար չի մոտենալու, ասի ինչքան ես ուզում ու տենց հաշվարկ անի քո հետ։ Դու ես քարտը մտցնում ես, բենզինդ լցնում ես։ Մի խոսքով самообслуживание։ Մոյկայում եմ այրոպորտի մոտ, կադիլակը լվացի, սիրուն ակուրատնի, շատ կեղտոտ էր, ահավոր կեղտոտ էր։ Ներսը ցույց տամ ավելի շուտ։ Պատկերացրեք դուրսը ինչքան էր կեղտոտ։ Հեսա, այսինչ լիքը զիբիլ, շշեր, հեսիմ կարոպկաներ, շշեր էլի, սալֆետկաներ, մի խոսքով, հեսա մաքրում եմ ու թողեմ պարքինգում։ Մի հատ գնահատեք այս հոգնած դեմքը ու դժգոհ։
Բերել ենք 3 Prius-ը, որ մնացել է ճամփին, թայերը փոխենք։ Ու հիծորկան են վերցրել շափից, որ 3 թողել ենք։ Հեսա։ Շատ լավ եղավ։ Փչել են տղեկը։ Նորմալ, խնդիր չունի։ Մի ուրիշ պրոբլեմա եղել, որ այդ կադիլակը, որ լվում էի ընդ ցույց էի տալիս, խնդիր տվեց էլեկտրական լուրջ։ Էնջինը չէր անջատվում, դոխոտ չի էր ընկնում, սենց խառը բաներ։ Մի 3 ժամ չարչարվեցի ընդ չէի կարա դզեի։ Հելա բերեցի Գլենդել այդ ավտոն, մի ժամ ու կես պրոբկայով քշել եմ, ու հենց հասել եմ Գլենդել դզվել է։ Բարել եմ վարպետի մոտ, ասում կարած սարքես, ասում ինչ սարքեմ քշի, ոսկի դզվել է արդեն ավտոն։ Օգնած վիճակով նորից պիտի ուշ գնանք դեպի այրոպորտ, նորից կադիլակը թողելու։ Եկել ենք Ամերիկանա, մի քիչ քայլենք, դու տենում եք ես ինչքան եմ հոգնած ու սոված, դրա համար ոչ մի բան չեմ նկարել հələ, բայց հեսա դուրս գանք քայլելու մի քիչ ցույց կտամ Ամերիկանան։ Խոսստի մի քիչ ցույց տամ։ Հենց նոր նստած ռեստորանում հաճախորդը գրեց, որ խփել է ավտոն BMW X7-ը։ Այսօր երեկոյան որ գնամ վերցնեմ, պետք է գնամ ավտոն փոխեմ իրա, ցույց կտամ սաղ, այս Ամերիկանան է, սա հավես նստելու տեղեր է, մանգալ ու Gucci խանութն է, առաջ Gucci խանութի տեղը բաներ, սուշի անոց էր, հիշում եմ ես էդի, ով հիշում է պլուս դրեք։ Ժամը 12-ն է, Բերել եմ այրոպորտում ես էսկալեյդը թողում եմ ու ես X7-ը վթար է եղել հաճախորդի մոտ գնաց է վերցնելու պահը չեմ նկարել, բայց հիմա ցույց կտամ ինչ ա եղել։ Էս է ներքևից, սենց դեմից ոչմ ուդար ա եղել։ Ներքևից դաչիկները բանը սա ջարդվել է, կամերան, բամփեր, մի խոսքով ուժեղ դեմիջներ կա ավտոյի վրա, այսի տեղից ընկել է։ Ափսոս է, իրոք ափսոս է այս ավտոն։ Այսօր մի քիչ ազատ ժամանակ կար, օրվա առաջի կես, որոշեցինք իջնենք Սանտա Մոնիկա մի քիչ քայլելու։ Ավաց, պեսը, արև։ Հեսա ցույց կտամ ստե ոնց է, շատ ենք սիրում Սանտա Մոնիկան, օվկիանոսի մոտ։ Այս ավտոյով ենք եկել։ ու Ամերիկայում ազդև պիտի պարկովկայի գումարը մուծես, հեսա փորձենք մուծենք։ Մի խոսքով, եկանք Սանտա Մոնիկա մի քիչ քայլենք, ստե երևի մի բան կուտենք հետ կգնանք, որովհետև օրվա երկրորդ կես լիքը գործ ունեմ։ Հեսա ցույց տամ Սանտա Մոնիկան, մենք ես այն սովորական տուրիստային տեղ Սանտա Մոնիկան չենք սիրում, որտեղ շատ մարդ կա, լիքը homeless bomb-եր, չգիտեմ, լիքը տուրիստ, լիքը մարդ, լիքը sense noise-ը ոնց է շում, աղմուկ, լիքը աղմուկ։ Մենք մի քիչ էս կողմ ենք գալիս, pier-ից, pier-ը ոնց է, հալա։
Պիրսը վահայերեն ոնց է։ Պիրսից մի քիչ այս կողմ են գալիս։ Հեսա ցույց տամ ինչքան սիրուն է ստե ու համարյա մարդ չկա։ Ստե այդ մայրամուտերն է շատ սիրուն լինում։ Տեսնում եք, չէ, այս կողմը համարյա մարդ չկա։ Պլաժում համարյա մարդ չկա, շատ հավես է, ասենց սկամեիկային են նստում ես, ասենց վայելում ես ես տեսարանը։ Երեկ գիշերը, երեկ չառաջ օրը գիշերով, մի հատ բուք է եկել BMW 3-ի վրա, այդ ավտոն պատրաստել եմ, որ տանեմ, ու ալարում էի տանեի, գրեցի այդ աղջիկը ինքը եկավ վերցրեց մեր մոտից, X7-ն է գնացել body shop, տարել ենք, թողել ենք body shop-ում, որ հասկանանք ինչքան է damage եղել այդ մեքենային։ Ինձ թվում է տես կարգին էլ կգրվի, որովհետև դեմի սենսորները, բամպերը, կրիլո, կապոտ, լիքը վնասվել է մեքենան, կարող է սկզբից տես չի երևում վիդեոյում, բայց կարգին վնասվել էր, որ բերել եմ տուն, գիշերը նայեցի պարքինգում, կարգին վնասվել էր։ Ափսոս է այդ ավտոն, որ չի աշխատելու, վրեն արդեն մի 5 հատ բուկ կար, մինչև տենց սեպտեմբերի կես այդ ավտոն զբաղված է։ Ոստե էլ սկյուրիկներ են վազվզում, շատ հետաքրքիր, գալիս խաղում են, բան։ Շատ լավն է այս տեղը։ Չես կարա համեմատես այն Սանտա Մոնիկայի փիրի հետ, որ ամեն քայլի մարդա բոմժա կամ փող ա ուզում, կամ ասում արի քեզ նկարեմ, հեսա սկյուրիկը եկել է նայեք։ Հենա։ Եկ ստմի։ Ալակո։ Ուպսո։ Ու չես կարա այս տեղը համեմատես այն Fury հետ, որովհետև սա շատ հանգիստ է։ I'm not particularly good at it, so it's always helpful. Մոռացա նշեմ, Հայաստանում ով ապրում է, Սանտա Մոնիկան այտենց մի 30 րոպե է Գլենդելից հեռու չի։ Երբ ուզեք, հավեսանեք, կարակ գաք ստի քայլեք, ստե մենք էներգիա ենք ստանում։ Ուստե մի քիչ հով է։ Գլենդելի համեմատ միշտ մի քիչ հով է լինում, քանի որ օվկիանոսի մոտ է։ Դա էս բանի, էս Սանտա Մոնիկայի First փողոցի վրա բան կա։ Մի հատ սիրած ստեյկանոց ունեմ, որ շատ եմ սիրում իրանց մսերը, բանն է, էս Mython Ocean, շատ լավ steak house է, ով որ խորհուրդ եմ տալիս, ով որ ստեյա մոտիկա, կարա գնաք օգտվեք։ Մի խոսքով, եկել ենք հաց ուտենք մի տեղ, էս 4-րդ փողոցի վրա է, կոչվում է 12-12, ու դուք մի հատ նայեք, էլի էս իրանց սալաթը մեջը մենակ խոտ է ու պամիդոր, այս իրանց բուրգերներն է ու ինչն է ամենածիծաղալուն այդ իրանց սպասքն է, որ միշտ սպասքը բաժակները մաշած, չգիտեմ, կեղտոտ, այդ բանին հələ չենք հարմարվել Ամերիկայում, որ այդ ձև է սպասարկումը, էլի մենք սովորել ենք հայկական սպասարկմանը, բայց դες լրիվ ուրիշ ձև է սպասարկումը, դաժե միջև հիմա չեմ հարմարվում, այս իրանց բերած ջուրը որ խմեմ, միշտ բան եմ պատվիրում, գազով ջուր եմ պատվիրում խմելու համար։ Շատ դժվար է հարմարվել ստեյի սերվիսին, բաց չէր ուտելիքը, տենց մի 5-ից 3.5 էլի, բայց օքեյ է, դա Ամերիկայի ստանդարտներով շատ էլ լավ տեղ է։ Մեկ է մի բանի վրա եմ ֆիքսվել, որ պատվեր տալուց, ինչ որ կնոջս հետ եմ լում, ասում եմ դու մի բան պատվիրի ինչ ուզում ես, ինքը միշտ նենց բաներ է պատվիրում, որը պիտի իմ հետ կիսի,
Իսկ ես չեմ ուզում դա ուտեմ, ես ուզում եմ իմ սենց ամբողջականը ես մենակով ուտեմ։ Եթե դու ես ուզում ուտես, հետի դու պատվիրի ու կեր, խոսքի միշտ դրա վրա վիճում ենք։ Ու ես միշտ ասում եմ ընկերուհիներիդ հետ կգնաս, տենց պատվիրես, կկիսես, ուտեք, հետո վերջում էլ հաշիվը կկիսեք։ Ոնց որ աղջիկեր կանում են, սիրում են անել։ Գրեք կոմենտներում ձեր մոտ էլ է այս նույն վեճը լինում ամեն անգամ, երբ որ ձեր կնոջ հետ ռեստորան եք գնում։ Ինչ որ մի բան պետք է իր հետ կիսեք, թե կարող եք տենց ամբողջականը դուք ուտեք։ Եկանք կոֆեի։ Ես պատվիրել եմ իմ սիրած աֆագատո։ Կամ ոնց է ճիշտ դուք ասեք։ Մենք մաչա լատե խմում ենք ու գնանք դեպի Գլենդել արդեն։ Այսօր հանդիպում ունեմ, զանգ եմ ստացել, մեր ընկերներից մեկը 2 հատ մեքենա ունի, ասեց բեկալեք ու զբաղվեք այս մեքենաներով, գնում ենք պայմանավորվենք, որ այդ 2 մեքենան էլ դնենք մեր մոտ աշխատի։ Մեկ է մի բան հիշեցի, Ամերիկայում ամեն ինչի, որ առնում ես, ինչ որ կաֆե, ռեստորան, կապ չունի, խանութ կա, որը տենց է, ինքնասպասարկման կետեր, ամեն ինչի վերջում քեզ հարցնում է ինչքան ես թիփ թողում։ Օրինակ ռեստորանը հասկանալի է, թողում ես բանի, օֆիցիանտին։ Կաֆեում հա, օրինակ բարիստային ես թողում, բայց կաֆե կա, որ самообслуживание է խոսքի, ինձ վերջում հարցում է թիփ ուզում ես թողես թե չէ, կամ գնում ես խանութ, խանութում էլ է հարցնում քեզ թիփ ինչքան ես ուզում թողես։ Աբսուրդի է հասել մի հատ այդ թիփ գաղափարը, գնում ես զապրավկա, զապրավկի փողը տալիս ես, մի հատ էլ կոֆե ես, վերջը հարցնում է ինչքան ես թիփ գժվելու մի բան մի խոսքով։ Խանութներում էլ donation-ն է, էլի։ Ոնց որ այդ թիփը փոխարինել են donation-ի, ես մի ձևից ոնց վստահ չեմ, որ դա տեղը հասնում, որովհետեւ որ գնում ես խանութ, դες ամերիկյան խանութներ է ավելի շատ, հայկականում չկա դա, ու քեզանից հարցնում է։ Չես ուզում այսօր donation անես, ասում ես չէ։ Երեխեքին չես ուզում donation անես, ասում ես չէ։ Օրինակ, ինչ որ անտուն շներին donation ասում ես չէ, ինչ որ մի ուրիշ մի 5 անգամ donation-ի բանը հարցնում քեզ, որ քեզ համաչացնի խոսքի կասայի մոտ, ու դու sense դեմքով ասում ես չէ, ոսի չեմ ուզում, not today bro։ Խաչին։ Ինչքան մեծ այնքան շատ է հավատում, էլի։ 46 րոպե տրաֆիկ։ Ուժեղ տրաֆիկ ենք բռնել։ Բաշեմ սենց